Ողջույն եւ բարի գալուց Սիմոնյանի տաղավար։ Այսօր իմ զրուցակիցը ազգային ժողովրդավարական բևեռի երրորդ համարն է Արմինե Սախոյանը, ում հետ կզրուցենք բևեռի նախընտրական ծրագրից, ընտրություններին բևեռը եւս մասնակցում է եւ մյուս հարցերից։ Տիկին Սախոյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Արցախը Հայաստանը ձեր նախընտրական ծրագիրը սկսեցիք հենց այս խոսքով, դուք այս հայտարարությունը տարածեցիք, դուք եւ ԱԺԲ-ն պնդում եք, որ Արցախի հարցը փակված չէ, պարտադրելու եք, որպեսզի արցախցիները վերադառնան եւ միջազգային դատարանը վիճարկելու եք 2021-ի Մոսկվայի պայմանագիրը, սա ես մեջբերումներ եմ անում ձեր նախընտրական ծրագրից։ Ներկայիս իշխանությունները հակառակն են պնդում, ասում են, որ նման պահանջատիրությունը հանգեցնելու է պատերազմին, ձեր հակափաստարկները։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար, Արցախը Հայաստան է, ինչու այդպես ես սկսեցի, որովհետև դա կարծես թե նաև նախապատմություն ունի այս մեկ ով որ տենց ասեց բերեց պատերազմի։ Լավ, մենք չենք բերելու պատերազմ։ Հիմա ես հիմնավորեմ ինչու մենք չենք բերելու պատերազմ, որովհետև մենք Արցախի հարցի իրավական լուծումը տեսնում ենք միջազգային ճանաչված սահմանների այդ սահմանադրա իրավական սկզբունքի ներքո։ Ինչ է դա նշանակում։ Հայաստանի Հանրապետությունը առաջին եւ միակ հանրապետության իրավահաջորդն է, որի տարածքային ամբողջականության մաս է կազմում նաեւ Արցախը եւ Նախիջևանը։ Դուք այդտեղ նշեցիք նաեւ Մոսկվայի պայմանագիրը, որը արդեն Նախիջևանի մասով է։ Հիմա տեսեք, եթե մենք Հայաստանի տարածքային ամբողջականության մաս չդիտարկենք Արցախը, ապա մենք այդ ժամանակ ենք ունենալու պատերազմ։ Ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը հիմա էլ արդեն 2 հայց է ներկայացրել միջազգային դատարան, ըստ որի մենք 30 եւ ավել տարիներ օկուպացրել ենք Արցախը։ Եվ հետևաբար մենք պետք է այդ բազմամիլիարդ տուգանքը, որը անցյալ տարի հուլիսին արդեն իսկ հայտարարեց Ալիևը, 150 միլիարդի մասին է խոսքը, մենք այդ ռազմատուգանքը պետք է տանք։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը իրականում չունի այդքան հնարավորություն եւ դա մեր սերունդների վրա է դրվելու այդ պարտքը, մենք չենք կարողանալու այդ գումարը պարզե վճարել։ Եվ ինչ է ստացվելու։ Ասենք Արցախ Հայաստանը է։ Հիմա տեսեք, ինչ է ստացվելու։ Ստացվելու է, որ Ադրբեջանը կա միջազգային պրակտիկայում կա նման օրինակ, որ ասելու է չեք կարողանում, ապա ես Սյունիքը կվերցնեմ, ես բնական հանածոները կօգտագործեմ, միջև պարտք, այսպես ասած, ժողովրդի ավելի հասկանալի ասեմ, հետո արդեն դուք կարող եք ձեր հողերին տեր կանգնել, բայց արդեն պրակտիկայում տենց օրինակ կա, որ այո, պրակտիկայում կա այդպիսի օրինակ։ Բայց ժամանակից առաջ եք ընկնում, որ եթե անգամ հայց է ներկայացվել, այդ հայցը քննության ժամկետ ունի, այդ ժամկետը process-ներ են, ունդեղ Հայաստանը Ճիշտ է, բայց մենք միջազգային դատարան դիմելով, երբ որ դու դիմում ես միջազգային դատարան եւ իրավական փաստաթղթեր ես ներկայացնում։ Հիմա տեսեք, Ադրբեջանը ասում է, որ Արցախը իր տարածքային ամբողջականության մաս է, չէ, բայց մեր իրավական փաստաթուղթը մենք իրավունք չունենք մեր իրավական փաստաթղթից հրաժարվելու, որովհետեւ այդ իրավական փաստաթղթով ես դու գնում միջազգային դատարան։ Դուք ասում եք, որ Արցախը Հայաստանի մաս է, որտեղ ձեր հիմքում, ոնց հասկացա ծրագրից, դրված է առաջին հանրապետության անպայման։ Այսինքն դուք չեք ճանաչում երրորդ հանրապետությունը։ Մենք չենք ճանաչում, իհարկե չենք ճանաչում։ Առաջին հանրապետությունը ինքը Վիլսոնյան Հայաստան չէ, որ ասում Առաջին Հայաստանի միակ հանրապետությունը, ուրեմն Արցախի հարցով մենք ունենք Ազգերի լիգայի փետրվարի 24-ի զեկույցը, ըստ որի Արցախի հարցն է։ Մենակ Արցախը չէ, այսինքն այնտեղ նաև Թուրքիայի հատվածի նկատմամբ նկարտումներ։ Վիլսոնյան իրավարար վճիռը արդեն Թուրքիայի մասով է։ Այսինքն դուք ուզում եք դուք ասում եք նաև, որ մենք պահանջատիրություն ունենք նաև Թուրքիայի նկատմամբ։ Անպայման։ Ադրբեջանի նկատմամբ։ Բայց տեղից գալիս է տրամաբանական հարցը, բայց սա չի ենթադրում մեծ ռիսկեր պետության համար, այն է թուլացած պետության պատերազմից հետո ու երկու հարևանների հետ հակամարտություն, որտեղ բնականաբար մյուսները չեն ասելու, այո, եկեք այդ թղթի համաձայն ձեզ տանք այդ տարածքները։ Եթե մենք միանգամից դիմում ենք միջազգային դատարան, դա զսպաշապիկ է հագցնում արդեն
Ադրբեջանին եւ Թուրքիային իրենց արտաքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականությունից բխող հայտարարությունների մեջ զսպված լինելու։ Միջազգային դատարանի միջոցով։ Միջազգային դատարանի ոչ թե զենքի, այլ միջազգային։ Ոչ, մենք խաղաղության, հենց երբ որ այս իշխանությունը ասում է, որ իբրև թե ինքը խաղաղություն է բերում, իրական իրավական խաղաղություն բերող ազգային ժողովրդավարական բևեռն է։ Իսկ միջազգային հանրույթը արդյոք ճանաչել է առաջին հանրապետությունը։ Այո, միջազգային հանրությունը տարածքային ամբողջություն դուք գտնում եք։ Միջազգային հանրությունը ավելին ասեմ, երբ որ 1918 թվականից 1920-21 թվականներին ձևավորվել է Հայաստանի առաջին հանրապետությունը, Ադրբեջանը եւ Վրաստանը որպես սուբյեկտ, պետական սուբյեկտ, որպես պետություն չեն եղել, միայն Հայաստանն է եղել պետություն, այսինքն ունեցել է կարգավիճակ եւ հետեւաբար ազգերի լիգայի որոշմամբ եւ իրավական փաստաթղթերի ներկայացմամբ մենք դիմում ենք միջազգային դատարան։ Չի տա միջազգային դատարանը հանկարծ լուծում, դիմում ենք անվտանգության խորհուրդ։ Վերջին հարց էս մասով, այսինքն դուք ասում եք, որ Հայաստանի անկախության հանրաքվեն, մարդկանց ընտրությունը, այն ողջ իրականությունը, որ ձևավորվել է միջազգային հանրություն, ՄԱԿ-ը, որ ճանաչել է մեզ պետություն, այդ բոլորը մի կողմ ենք դնում, գնում ենք առաջին հանրապետությունն ենք ընտրում ու գնում ենք դատարաններ պահանջում ենք Թուրքիային ու Ադրբեջանին մեր տարածքներ ու իրենք ասեն այո Միջազգային հանրության ասելը, եթե դուք ասում եք, դա միջազգային հանրությունը չի ասել, դա ընդամենը այս 30 եւ ավել տարիների կառավարությունը համակարգն է դա այդ խոսույթը դրել շրջանառության մեջ։ Այո, տեսեք, անկախության հռչակագրում 1990 թվականի օգոստոսի 23-ին անկախության հռչակագրում ամրագրված է իրավահաջորդությունը, որից հենց բխում է սահմանադրաիրավական սկզբունքները։ Մենք պարզապես իրավունք չունենք դա չընդունելու, որովհետև եւ սահմանադրությամբ եւ իրավական փաստաթղթով մեր իսկ անկախության հռչակագրում առաջին հանրապետության իրավահաջորդությունը ամրագրված է։ Նախընտրական ծրագրում մերժվում է Հայաստանի տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրումը ցանկացած ձևակերպամբ։ Թրիփը ինչ է։ Այո, թրիփը մեզ համար, մենք ազգային ժողովրդավարական բևեռը, երբ որ արդեն օգոստոսի 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդամենը ԱՄՆ-ի միջնորդությամբ այդ համաձայնագիրը, խաղաղության համաձայնագիրը, դա հռչակագիր էր։ Սա ճշտում բերենք։ Այո, արտատարածքային միջանցք է։ Ազգային ժողովրդավարական բևեռը անգամ հայտարարություն տարածեց, որ որևէ արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով չի ընդունում։ Ինչու? Որովհետև մեր նաև կարգախոսն է հավատ, հայրենիք, ինքնիշխանություն։ Մենք կողմ ենք ինքնիշխանությանը եւ ցանկացած որևէ ենթակառուցվածքի կառուցում, միջանցք պետք է լինի անպայման Հայաստանի ինքնիշխանության ներքո, այսինքն ինքնիշխան օպերատորը պետք է լինի։ Ասում, որ մեր ինքնիշխանության ներքո ընդհանրապես ասում է, բայց դա այդպես չէ, որովհետև եթե մենք նայենք բաժնետերերին եւ բաժնետոմսերը, որը տրված է, Հայաստանին տրված է 26% բաժնետոմսեր եւ 74% չի պատկանում Հայաստանին, դա ԱՄՆ-ի ուրեմն իրավասության ներքո է, բայց մենք կարող ենք, չէ, վստահաբար նաև ասել, որ քանի որ Ադրբեջանը լոբիստական աշխատանք է իրականացնում ԱՄՆ-ում եւ Թուրքիան էլ կարող է այդ բաժնետոմսերը ձեռք բերել եւ դրա հետևանքով մենք պարզապես կարող ենք Սյունիքը կորցնել եւ մի հարց էլ կա, արդյոք այդ բեռները, որ պետք է տեղափոխվեն, այդտեղ ստուգումները անցկացնելու են հայ ուրեմն աշխատողները։ Իհարկե ոչ, որովհետև Ալիևը ասաց, որ բացարձակ Այդ չի ուզում տեսնի հայ։ Այո, եւ դա այդպես է եղավ, դա մի քիչ կասկածում եմ ներեցեք, քանի որ դա ստույգ տվյալ չի, եկեք դրա վրա, չգիտեմ, ինչքանով են դերի։ 26%-ը Հայաստանին է, 74%-ը փաստաթուղթ ստորագրված այս բան չկա, այսինքն մենք ենթադրությունների վրա հայտարարություն է, որը արվել է եւ կարելի է, չէ, ենթադրել, եթե Հայաստանի իշխանությունը զիջողական քաղաքականություն է վարում եւ հանուն իշխանության եւ աթոռի պահպանման ամեն բանի կգնա, պարզապես ենթադրելի է, որ այդպես էլ կլինի։
2021-ին BVR-ը հավաքել է 19000 ձայն, շուրջ 1.5%։ Այո։ 2018-ին ավելի շատ է հավաքել, 23000 ձայն, այսինքն գնալով նվազում է։ Թիմ ընտրություններին ընդհանրապես չեք մասնակցում։ Ինչի եք այսպիսի քաղաքականություն վարում, ինչով է սա բանից ու ինչ եք անելու, որ էլ նույն վիճակում չհայտնվեք։ Տեսեք, 2018 թվականից գանք, հա, 2018 թվականին մենք հավաքել ենք ավելի շատ ձայներ։ Ինչն էր պատճառը։ 23000։ Որովհետև 2016 չանցակ ու ազգային ժողովուրդ։ Շեմը չանցանք, որովհետև հիմա թույլ տվեք ես բացատրելով կամ 2018 թվականին թարմ էր մարդկանց մոտ, մեր հայրենակիցների մոտ Սասնա Ծռերի ապստամբությունը եւ 2018-ին դա էր պատճառը, որ մենք կարողացանք շատ ձայն հավաքել։ 2021 թվականին նախ առաջինը պետք է հասկանալ, որ դա հերթական խորհրդարանական ընտրությունները չէին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին եւ շատ կարճ ժամանակ էր տրված եւ ամենագլխավորը ազգային ժողովրդավարական BVR-ը տոտալ բլոկադայի մեջ է։ Մեզ չեն լուսաբանում։ Եթե դուք օրինակ հանրային հեռուստաընկերությունը վերցնենք, հանրային հեռուստաընկերությունը տարիների ընթացքում միայն ստացվում է ընտրությունից ընտրություն է, որ ազգային ժողովրդավարական BVR-ին հրավիրում են, որպեսզի BVR-ի խորհրդի անդամները ներկայացնեն մեր գաղափարները, մեր ծրագրերը։ Ի վերջո, երբ որ դու գնում ես ընտրության, ժողովուրդը արդեն մինչ ընտրությունը պետք է քո գաղափարներին, քո այդ գաղափարների լուծումների հետ ծանոթ լինի, չէ՞, եւ հետեւաբար դա բերում է այդ արդյունքին։ Հիմա ինչու մենք որոշեցինք գնալ այս ընտրություններին։ Նախ առաջինը հերթական է ընտրությունը եւ մի ամսվա մեջ մենք կարող ենք ավելի շատ հնարավորություն ունենալ մեր հայրենակիցներին մեզ ներկայացնել, որպեսզի տեղյակ լինեն եւ բացի դրանից, քանի որ մենք ընտրական ամբողջ պայքարի ընթացքում մենք նոր ստեղծված կուսակցություն չենք, շարժում չենք նոր, հիմա կուսակցություն ենք դարձել, մենք պարզապես իրավունք չունենք չլինել պայքարի կետում եւ ընտրությանը մասնակցելը սա պայքարի մի փուլ է։ Ինչ եք փոխել, որ նույն իրավիճակում չհայտնվեք, որովհետև ես ոնց հասկանում եմ, նույն լոզունգները շարունակվում են։ Մեր լոզունգ, դրանք լոզունգներ չեն, մեր լոզունգը այս պահին այսօր այս ընտրություններին հավատ, հայրենիքի ինքնիշխանություն է, Հայաստանը սակարկման ենթակա չէ, մեր ծրագիրը մնում է նույնը։ Ինչու՞, որովհետև Հայաստանը նույն ճգնաժամային ավելի խորացել է ճգնաժամի մեջ եւ մեր հակաճգնաժամային անցումային կառավարությունը եւ դրանից բխող մնացած դրույթները առ այսօր եւ ակտուալ են եւ շատ կարեւոր են եւ դրանք են հենց բերելու իրական պետության ստեղծման լուծումը։ Եվ մի հարց էլ ես ծրագրում միգուցե ուշադիր չեմ կարդացել, բայց չգտա կանանց իրավունքներին առնչվող դրույթներ։ Կանանց իրավունքներին, տեսեք, ազգային ժողովրդավարական մենք ավելի լայն ուրեմն կոնտեքստում ունենք բոլոր ամեն ինչ ներկայացված, բայց ազգային ժողովրդավարական BVR-ի ընտրացուցակում, եթե առաջին տասնյակին արդեն իսկ դուք նայեք, կտեսնեք, որ առաջին տասնյակում գերիշխող ենք կանայք, որը վկայում է հենց դրա մասին, որ կանանց իրավունքների հարցում ազգային ժողովրդավարական BVR-ը ժողովրդավար է եւ շատ մեծ տեղ է տրվում կանանց, ինչու, որովհետեւ կինը BVR-ի գաղափարախոսության մեջ ընտանիքի կարևոր մասն է եւ կնոջ դերակատարումը պետության ստեղծման, կառավարման համակարգում նույն տրամաբանության մեջ կինը ստեղծարար է, կինը պահպանող է, հա, իր մանավանդ հայ կինը եւ հետեւաբար պարզ է դառնում, որ թեկուզ հիմա ձեր թղթում չկա նշված, բայց կանանց իրավունքները հարգված են եւ մեր համար շատ կարեւոր են, որպեսզի կինը լինի կառավարման համակարգում։ Շատ բարի։ Իմ հարցերը ավարտվեցին, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Ավելացնելու բան ես կուզեի դիմել ձեր թույլտվությամբ մեր հայրենակիցներին, ազգային ժողովրդավարական BVR-ը հանդես է գալիս համար 8-ի ներքո, սիրելի հայրենակիցներ, եւ եթե դուք այս կարմիր գլխարկը բերետը տեսնում եք եւ ասում եք, թե կարող եք մտածել, թե ինչու այս եղանակին այս գլխարկով էի, երբ մարտի 21-ին Չարենցավան քաղաքում Փաշինյանին հանդիպեցի եւ ասացի, որ Արցախը Հայաստան է, իսկ Նիկոլը Դավաճան է։
Նույնը շարունակելու եք ընտրություններին ասել։ Նույնը շարունակելու եմ ընտրություններին ասել եւ այս իմիջը, այսպես ասած, ամբողջ ընտրապայքարի ժամանակ է լինելու եւ մենք ի վերջո կարողանալու ենք մեր մեջքը ուղղել, դա շատ կարևոր է։ Այս տարիների ընթացքում անընդհատ մեզ ասում են, որ մենք անկարող ենք, որ մենք թույլ ենք, մեր հայրենիքը սա է։ Հայրենիքի տեղը, հայրենիքը չի փոխվում։ Մենք շրջապատված ենք այդ պետություններով, մենք դատապարտված ենք մեր մեջքը ուղղելու եւ վերջի վերջո գիտակցելու, որ պետք է ունենանք ինքնիշխանություն։ Այլապես իհարկե դա քայլ առ քայլ է լինելու, բայց եթե մենք ինքնիշխանությունը եւ Արցախը որպես Հայաստանի տարածքային ամբողջականության մաս եւ Նախիջևանը եւ առաջին հանրապետության իրավահաջորդության ամրագրում հաստատական որպես ժայռ չդարձնենք մեր քաղաքականության մեջ, պարզապես մենք դատապարտված ենք լինելու դառնալ գնչու։ Առաջին հանրապետությունը ապրեց 2 տարուց պակաս, կարծեմ, չեք մտածում, որ եթե գաք իշխանությանը թեզը շարունակեք, կարող է Հայաստանն ընտրություններից հետո ավելի երկար չապրի։ Ոչ, չենք կարծում, եթե Հայաստանը մնաց այսօրվա ուրեմն օրենքների եւ այսօրվա իշխանության վարած քաղաքականության ներքո մենք դատապարտված ենք լինելու հերթական զիջումներին, որովհետեւ իրավական ուժը եւ իրավական քո իրավունքը, սահմանադրական միջազգային քո իրավունքը երբեք պետք է չստորադասվի եւ քաղաքականությունը պետք է այնպես վարել, որպիսի կարողանալ զսպաշապիկ հագցնել քո հարևաններին եւ ցույց տալ ատամ, իսկ այս կառավարությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի անատամ կառավարություն է։ Հետևաբար, ինչպես մեր Հովհաննես Թումանյանն էր ասում, կկվի նման մենք անընդհատ զիջելու ենք, անընդհատ տալու ենք մեր ձագերին, բայց ի վերջո մենք պետք է հասկանանք, որ պետք է ասենք, որ այս սարը մերն է, այս ծառը մերն է եւ ոչ մեկին զիջելու ոչինչ չունենք, սա է միջազգայինորեն ճանաչված սահմանը առաջին հանրապետության տարածքային ամբողջականության որպես սահմանադրական իրավական սկզբունքով մենք պետք է կառուցենք մեր քաղաքականությունը։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը ազգային ժողովրդավարական բևեռի տեխնացու Արմինե Սախոյանն է, շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։